Հնգաթև աստղի մեթոդով ծննդյան օր ամիս տարեթվի վերլուծությամբ այսօր վերլուծելու եմ Նազենի Հովհաննիսյանի հայ դերասանուհու, հաղորդավարուհու և դասախոսի հնգաթև աստղը, որտեղ ունի 5 կարևորագույն ծրագրեր, որոնք պետք է անցնել կյանքի ընթացքում։ Եկեք տեսնենք, թե Նազենի Հովհաննիսյանը ինչպիսի ծրագրեր ունի անցնելու, և հենց ծննդյան օրվա ծրագրում մենք տեսնում ենք, որ Հովհաննիսյանը բոլոր այն մտքերը, որոնք երբևէ նրա մտքի ծայրով կանցնեն, կարող են իրականություն դառնալ, անկախ նրանից, թե այդ մտքերը լավն են, թե վատը։ Պետք է նշել, որ այս անձնավորությունը իր անհատականության ծրագրում ունի հանգույց, որը կոչվում է մենակության հանգույց, և այս ծրագիրը նրան տրվել է որպեսզի հաղթահարի և ունի մեծ շրջապատ, բազմամարդ միջավայրում է անընդհատ գտնվում և նույնիսկ հենց այդ միջավայրում նա ինքն իրեն կարող է համարել մենակ։ Ու այս ծրագիրը Հովհաննիսյանին տրվել է, որպեսզի նա այդ մենակությանը այլ դիտանկյունից նայի և այլ հնարավորություն դիտարկի իր կյանքում և կարողանա անցնել այս ծրագիրը։ Նաև պետք է լինի կյանքում ակտիվ, իսկ մենք տեսնում ենք, որ նա բուռն գործունեություն է ծավալել իր բոլոր տարիների ընթացքում, պետք է չվախենա թռիչքներից, ակտիվ կենսակերպ վարի, կարողանա ակտիվ լինել, այո ասել բոլոր այն հնարավորություններին ու ծրագրերին, որոնք կյանքը ընձեռում է իրեն։ Տեսնում ենք, որ ստեղծագործական մեծ ուժ ունի, էզոտերիկ մեծ կարողություններ ունի և շատ փխրուն է, կարող է վիրավորվել ամենաչնչին մտքից կամ բառերից և կարող է մարդկանց ձեռք մեկնել, օգնել, փրկել, բայց երբ նրա կատարած աշխատանքը չեն գնահատում, նա կարող է մեկուսանալ աշխարհից և փակվել մարդկանցից։ Իսկ երբ նա կատարում է այս ամենը, նշանակում է, որ իր ծրագիրը բացասաբար է ապրում։ Այս անձնավորությունը կարող է զրոյից համակարգեր ստեղծել, կարող է զրոյից ինչ-որ բան գրել, ստեղծագործել, իսկ մենք դա տեսնում ենք նրա կենսագրությունից, որ բազմաթիվ հեղինակային հաղորդումների հեղինակ է Նազենի Հովհաննիսյանը եղել, նա է հեղինակել և վարել շատ հաղորդաշարեր տարբեր հեռուստաընկերություններում։ Եվ անցնելով նրա գումարի ծրագրին, պետք է ասեմ, որ այն արդեն ակտիվացել է, 35 տարեկանից հետո այն ակտիվ է, և տեսնում ենք, որ ամենակարևոր ծրագիրը, որին պետք է գար և հանգեր Հովհաննիսյանը, դա հենց հաղորդավարությունն էր, դերասանի մասնագիտությունն էր և դասախոսի մասնագիտական աշխատանքներ։ Նազենի Հովհաննիսյանը իր մասնագիտական, այսինքն ծննդյան տարեթվի ծրագիրը լիարժեքորեն դրականորեն է անցել և բացի այդ պետք է նշեմ, որ այստեղ հստակ ցուցված է, որ ձայնը մեծ գործիք է և կարևոր ազդեցիկ գործիք է նրա մասնագիտական դաշտում և ամենակարևորը պետք է նշեմ, որ Հովհաննիսյանը ունի իր հնգաթև աստղում բավականին շատ իններ, ինչը վկայում է, որ նա երբեք ու երբեք իր ծառայությունները, իր մասնագիտական կարողությունները չպետք է վաճառի էժան։ 9 թանկ թվի մասին է վկայում։ Մենք նաև տեսնում ենք նրա հոգու առաքելությունը կյանքում, այստեղ Նազենի Հովհաննիսյանը ունի 9, 9, 18 թվերը և սա նշանակում է, որ նրա առաքելությունն է կյանքում մարդկանց հետ կիսվել իր գիտելիքներով, որը ի ձնե նա արդեն իսկ կրում է իր մեջ, հոգևոր ուսուցչի դեր պետք է ստանձնի, անհրաժեշտ է, որ իր տոհմի ցեղի ավանդույթները պահի, զարգացնի և փոխհարաբերություններ ունենա տարիքով մեծերի հետ իր տոհմում կամ ցեղում։ Բացի այդ, նրա առաքելությունն է իր պետության հնագույն մշակույթը, պատմությունը ուսումնասիրել, հանրահռչակել ու տարածել, որը մենք շատ հաղորդաշարերում տեսնում ենք, որ Հովհաննիսյանը կատարում է, հարմարավետություն ստեղծի ոչ միայն իր, այլ նաև մյուսների համար, ներդաշնակությունը զարգացնի իր միջավայրում և ամենակարևորը պետք է իր ինտուիցիային վստահի, իր ուժերին վստահի, իր էզոտերիկ կարողություններին վստահի և անպայման զարգացնի դրական մտածելակերպ։ Բացի այդ, դրական մտածելակերպը նաև անհրաժեշտ է առողջության ծրագրում զարգացնել, որովհետև այն ամենը, ինչ մտածում են ինները, կարող է իրականություն դառնալ և դրա համար անհրաժեշտ է հիվանդություն չփնտրել այնտեղ, որտեղ այն իրականում չկա և անպայման դրական մտածելակերպ զարգացնել ու միմիայն տրամաբանել դրականորեն։ Ահա այսքանը Նազենի Հովհաննիսյանի հնգաթև աստղի ծննդյան օր, ամիս, տարեթվի վերլուծության մասին։ Հաջորդիվ տեսնենք, թե հանրային դեմքերից
ում ծրագրերին ենք անդրադառնում եւ կտեսնենք, թե ինչպես է նա անցնում իր կյանքի կարևորագույն ծրագրերը։